Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եթերում Բևերի երիտասարդական փոդքասթի հերթական թողարկումն է եւ այսօր տաղավարում հյուրընկալել ենք Կարեն Սահակյանին, մասնագիտությամբ ճարտարագետ։ Բարի երեկո Կարեն ջան, շնորհակալություն, որ մեր տաղավարում եք։ Մենք ենք շնորհակալ։ Մասնագիտությամբ ճարտարագետ, բայց չեք աշխատում մասնագիտությամբ։ Աշխատում ենք ուրիշ բնակավարում, մասնագիտությամբ չենք աշխատում, այո։ Ինչպես եւ Հայաստանում շատերը։ Շատերը։ Բայց բուրըն շինարարական եռուզեռ է Հայաստանում, մասնավորապես Երևանում։ Շինարարական տեսնում ենք, այդ շինարարական եռուզեռը մի կողմից լավ է, մի կողմից վատ է, որ լավ է ինչ առումով, որ գործ կա, շարժ կա, աշխատում է, բայց վատ է այն առումով, որ չգիտենք սեփականատերերը ովքեր են լինելու։ Հետագայում կամ գուցե արդեն սեփականատեր է։ Միանշանակ, իհարկե, Հիմնե ջան, մենք չգիտենք հիմի ովքեր են սեփականատերերը, կադաստրային ինչ գործարքներ են կատարում մեր երկրում, որովհետև այսօր որ նայում ես Երևանը զարգանում է, բայց գյուղերը դատարկվում է։ Այնպես չի որ Հայաստանում ժողովրդի քանակը ավելացել է։ Նույն մնացել են մոտ 3 միլիոն, բայց գյուղերը դատարկվում են Երևանը լցվելու հաշվին։ Երևանը զարգանում է, բայց այս վերջին մի քանի օրերին, որ երթևեկում ենք Երևանով, խայտարակ իրավիճակ է երթևեկությունը։ Անգամ մի 2 օր առաջ ավտոբուսի վարորդներն էին դժգոհում, ու ես էլ խորհուրդ տվեցի դիմել քաղաքապետարան, որովհետև երբ որ տրանսպորտը թանկացնում էին, վարորդները ցայն չէին հանում։ Հիմա ճանապարհների վիճակը շատ վատ է, երբ որ ցանտեղումներ եղան, չգիտեմ, աղ ու ավազ են օգտագործել, ինչպես է մեկնաբանում դա Տիգրան Ավինյանը, ասում է, ուրեմն աղի ու ավազի որակը լավն է եղել, որ ասֆալտը քայքայվել է։ Տիգրան չեն ասում իրենք են անորակ ասֆալտ տարել։ Հիմնե ջան, Տիգրան Ավինյանականները իրենք միշտ ունեն խուսափողական պատասխան։ Իրանք երբեք ճշմարտությունը չեն բարձրաձայնում։ Իսկ ինչը վերաբերում է վարորդներին, վարորդներն էլ իրենք չեն հասկանում, որ պետք է երկրի վիճակը լավ լինի, որ խնդիրը չգահանցնի յուրաքանչյուրին անհատական խնդիր առաջացնի։ Դրա համար պետք է բոլորը առաջի հերթին մտածեն երկրի պետության կայունացման, հզորացման մասին, որպեսզի այդ խնդիրները քիչ չմոտիկանա իրանց անձնական մաշկին կմնի։ Հա, այդպես է, չէ, երբ որ մի թեմայից խոսք է գնում, ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մի քաղաքականացրեք հարցը, բայց չէ որ ամեն քայլափոխի է այդ քաղաքականությունը։ Եթե այսօր իշխանության են այս թրքահպատակները, ինչպես կարող ես քաղաքականությունից չխոսել կամ ցանկացած հարց չքաղաքականացնել։ Տնտեսականից սկսած սոցիալականից վերջացրած անվտանգայինով ամեն ինչը քաղաքական է, իհարկե։ Ուրեմն ստայք քաղաքական, որ իրանք ասում են մի քաղաքականացրեք, մենք քաղաքականությամբ Դուք եք չէ վստահ եմ հանդիպել նման կարծիքի։ Միանշանակ շատերի եմ հանդիպել, ու ես իրենց բացատրում եմ, որ տենց ուզեք թե չուզեք, դուք ապրում եք մի երկրում, որ օրական ամենօրյա խնդիրներ կա։ Այդ խնդիրները պետք է մարդիկ լուծեն, ղեկավարները, քանի որ ղեկավարները այս երկրի այս պետության մասին չեն մտածում, իսպար իրանք սենց թողել են բացի թողի վիճակում։ Դրա համար պետք է ժողովուրդը ինքը այդ խնդիրների մասին բարձրաձայնի։ Կա մի հին հայկական լավ խոսք, մինչև երեխան լավ չի լինում, մայրը կաթ չի տալիս։ Դրա համար պետք չի խուսափել պատասխանատվությունից։ Ցանկացած երկրում կատարվող խնդիր յուրաքանչյուրի սրբազան պարտքն է, որ մենք հետևողական լինենք եւ այդ խնդրի մասին բարձրաձայնենք։ Այդ անտարբերությունը լավ բան չի, բայց մեր ժողովուրդը հիմա, չգիտեմ, տարիներ շարունակ, նույնիսկ դարեր շարունակ փորձել են իրանց նեղ անձնականը լավ լինի, երկիրը ինչ կլինի։ Ուղղակի պետք է բացատրել, հասկացնել, որ առաջնայինը երկիրն է, պետությունն է, նոր անձնական շահը։ Ու ցավալին այն է, որ այս 8 տարիների ընթացքում ինչ որ արել է Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, դե այնքան բան կարելի ասել, որ դավաճանությունից սկսած, կոռուպցիա եւ այլն, կոպիտ ասած, ելել նստել են ժողովրդի գլխին։ Այն ժողովրդի, որը դուրս էր եկել փողոց, իրական հեղափոխություններ ուզում, իրական փոփոխություններ էր ուզում։ Հիմա սրանք ամեն ինչն էլ արդարացնում են, օրինականացնում են, կոռուպցիան էլ, մնացածն էլ, դավաճանությունը ներկայացնում են որպես պատերազմից խուսափելու միջոց եւ այլն, ու այսպես շարունակում են 8 տարի շարունակ ժողովրդին խաբելով, մանիպուլացնելով կառավարել ու մի բան էլ քաղաքական հայտ ներկայացնել եւ վստահ լինել, որ 2026-ի հունիսի 7-ի ընտրություններին հաղթելու են, չէ՞։ Իրենք վստահ են, որ հաղթելու են։ Եթե օրինակ սա ուրիշ երկրում լիներ, անպատկերացնելի էր, թե ինչպես կարելի էր այսքան դավաճանություններից հետո մի բան էլ քաղաքական հայտ ներկայացնել։ Ուրեմն ես մի բանում համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը ինքը շատ լավ ժողովրդի բնավորությունը,
մեր հայ ազգին լավ է ճանաչում։ Ինքը լավ հասկանալով մեր հայ ազգը ոչ միայն սիրում է խաբել, այլ նաև խաբնվել, ինքը գողանում է մեր հայ ազգի էմոցիան, մեր հայ ազգի անկեղծությունը եւ դրա հիման վրա ինքը մինչեւ այսօր խաբում է։ Իհարկե, մեկ այլ երկրում եթե այսքան դավաճանություն կատարվեր սեփական հայրենիքի հանդեպ, իրանք վաղուց մեկ այլ տեղ կլինեին, բայց ամբողջ հարցն է, որ իրանք այս ամեն ինչը ճանաչելով մեր ժողովրդին, հասկանալով մինչև այսօր խաբում են։ Դրա համար պետք է ժողովուրդը ինքը իրան հարց տա, լավ, ես անկեղծ էի, հավատացի մի անգամ։ Ես հո հիմար չեմ, որ երկրորդ անգամ, երրորդ անգամ հավատամ, երկրորդ անգամն էլ է հավատացել։ 2021-ին էլ են գնացել ընդ, ես դա գիտեմ, հասկանում եմ, ուղղակի դրա համար պետք է մարդը հասկանա իր անձնական նեղ շահից ենկոմ բան տեսնի։ Մարդիկ պետք է հեռուն մի քիչ նայեն։ Մարդիկ իրենց անձնական կոմֆորտը լավ լինի, մնացածի հետն էլ անից ասենց ասած, բայց դա տես չի։ Պետք է հասկանալ, լավ, քեզ մի անգամ խաբեց մարդը, ցանկացած մարդ, եթե մի անգամ խաբում է, ինքն է մեղավոր։ Եթե երկրորդ անգամը քեզ խաբում ու դու հավատում ես, արդեն դու ես մեղավոր, որովհետև նշանակում է դու այդքան չես կարող արդարությունն ու անարդարությունը տարբերես, միշտ խափնվում ես։ Խափողը մեղավոր չի երկրորդ երրորդ անգամ, մեղավորը խափնվողը։ Ես մեր հայ ազգին կուզեմ հորդորեմ, կուզեմ ասեմ, որ հայ ազգ ջան, չի կարելի այդքան խափնվել։ Դուք հավատացեք ինքներդ ձեզ, եթե ձեզ խափում են, իրանք են մեղավոր։ Լավ, դուք արդար եք եղել, խափնվել եք առաջի անգամ, բայց երկրորդ, երրորդ եւ նրանից հետո խափնվելը դա հիմարություն է։ Ուրիշ ես ոչինչ չեմ կարող ասել։ Օրինակ Կարեն ջան, քո կարծիքով հիմնական անտարբերները արդյոք նրանք են, ովքեր սնվում են համակարգից, այսինքն մտել են գործի, աշխատում են, իրենց ընտանիքն են պահում, ուստի քաղաքական հարցերին չեն խառնվում։ Անտարբերների գերակշիռ մասը արդյոք իրենք են, թե իրենք քանի որ օգտվում են, սնվում են այդ համակարգից, ծառայում են համակարգին եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Որտեղ օրինակ ես գիտեմ մարդիկ, որ այո, համակարգի մեջ են, բայց մյուս ընդհանրապես Նիկոլի ցույց հավաքներին էլ չեն մասնակցում, խուսափում են Չերևալ, որովհետև ամաչում են էլի Երևանից, բայց եւ աշխատանք կորցնելու խնդիր ունեն, էլի, չեն էլ բարձրաձայնում, որ դեմ են իրենց, բայց դա էլ է, չէ, վտանգավոր այն առումով, որ ի վերջո այդպես լռությամբ մենք հայրենիք ենք կորցնում։ Միանշանակ Հիմնե ջան, անտարբերությունը ոչ մի տեղ, ոչ մի կերպ չի արդարացվում, ինչի համար։ Եթե նույն մարդիկ, որ անտարբեր են երկրի հանդեպ, նույն մարդկանց երեխեն սոված լինի, ծնողը հիվանդ լինի, իրենք նույնպես անտարբեր կլինեն, թող իրենք բոլորը հասկանան, այդ անտարբեր մարդկանց եմ դիմում, որ պետք չի երկրի հանդեպ լինել անտարբեր, երկիրը վերաբերվեք ծնողի երեխու պես, որ խնամքի կարիք ունի։ Ինչպես կարելի է հայ մարդը անտարբեր լինի իր ծնողի, իր երեխայի կամ իր առավել եւս իր հայրենիքի հանդեպ։ Դա ես համարում եմ դավաճանություն, անտարբերություն է։ Իրենք վստահ եմ, հաստատ այս տարիների ընթացքում վերլուծել են, հասկացել են, որ այս մարդը իսկապես հակահայ երևույթ է եւ իր ամբողջ թիմը, որ ամեն ինչ անում են զուտ իշխանության մնալու համար։ Բայց օրինակ, ինչպես հասկանանք ժողովրդի այն մյուս հատվածին, ովքեր նույն այն տատիկ-պապիկները, որոնց Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ձեռք է առնում, չէ, թոշակը չբարձրացնելու հետ կապված։ Բայց այդ մարդիկ այսպես ասած, երբ որ տեսնում ենք հարցումները, լրագրողները անցկացնում են փողոցներում, դոշտված պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Լավ, 21-րդ դարում, համացանցի դարում դժվար է բացել մի հատ հետազոտել տեսնել, որ այս 8 եւ ինչքան տարիների ընթացքում լավ մի քայլ Արցախի դավաճանություն են այսօր արդարացնում, ինչը ահավոր վատ երևույթ է, ինչպես կարելի է մոռանալ Արցախը։ Դավաճանություն արդարացնել նույնն է, թե մոռանալ Արցախը։ Հա, Նիկոլը մեղավոր չէր, նախկիններից եկել էր, ուղղակի Նիկոլի ջեբը կրծեցին, այս խոսակցությունը շատ կա։ Չէ, դե նայեք, հեշտ է մեղավոր ճանաչելը, ուրիշին մեղադրել եւ հանգիստ մնալ իրենց տեղում։ Դա մանկական մտածելակերպ է։ Դա երեխաներն են, որ անկախ ամեն ինչից իրենք միշտ սիրում են ճիշտ լինեն, ուրիշը մեղավոր լինի։ Նման մտածելակերպի տեր մարդիկ դեռ գաղափարապես չեն հասունացել։ Ինչը վերաբերվում է տատիկ պապիկներին, որ իրենք տեղյակ չեն, բայց չէ՞ որ տատիկ պապիկները մենակ չեն ապրում, շատ քչերը իրանք ունեն ընտանիք, թորներ, աղջիկներ, երեխաներ, իրանք ընդհանուր սեղանի շուրջ պետքա քննարկեն երկրի իրավիճակը։ Արդյոք մեր ղեկավարը, մեր հարևանը, մեր բարեկամը խափում է թե չէ։ Իսկ ինչը վերաբերում է Արցախին կամ ցեղասպանությանը կամ առհասարակ հայրենիքի մի հատվածը ուրանալը, դա դավաճանություն է, ուրիշ խոսքը չի կարելի կոչել։ Ինչպես կարաս տեսնես տատիկդ հիվանդա, դու սենց անտարբեր լինես, դա էլ է դավաճանություն։ Նույնը Արցախը ուրանալը
կամ չգիտեմ Կարսը, Էրզրումը, Կիլիկիան, Ուրանալը Թե դա պատմական հայրենիք է, դա պիտի մենք մոռանանք ընդհանրապես, թե չէ Ադրբեջանն ու Թուրքիան կհարձակվեն, կասեմ ռևանշիստներ են, պատերազմ են հրահրում։ Այդ էջը փակում ենք, իրական Հայաստանով ենք։ Իսկ իրենք ռևանշիստներ չեն, որ խոսքի աչք ունեն, այսօր մեր Սևանա լճի վրա, մեր Սյունիքի վրա, մեր տարածքների վրա։ Խաղաղության դարաշրջան է եկել, Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչներին տեսակ չէ, ցամաքային ճանապարհով ինչպես դիմավորեցին, այս անգամ ավելի էր ընդլայնվել Նիկոլ Փաշինյանի կամակատարների շարքը, մի նախորդ անգամ 7 թե 8 հոգի էին, չէ, քաղաքասարակության ներկայացուցիչները, հիմա մոտ 20 հոգի հավաքվել են մի սեղանի շուրջ, խաղաղությունից են խոսում, հումանիտար հարցեր են քննարկում։ Դե եթե Նիկոլի ու Նիկոլին հավատացողներին եմ ուզում հարց դիմեմ, եթե իրոք թշնամի Ալիևը ուզում է խաղաղություն, ինչի համար ազինվեմ։ Այդ հարցը թող իրանք իրենց տան։ Ինչի համար ազինվեմ։ Թող մի բան, ասենք ինքը ասի ես տարածքը մեզ պետք չի։ Արցախը տալիս եմ Հայաստանին եւ խաղաղություն ենք անում։ Թող մի բան զիջի մեզ։ Ինչի համար թշնամին չի զիջում։ Բայց գերիներին դատեցին, չէ՞։ Այն օրերին, այն ժամերին, երբ որ ինքն ու Նիկոլը Արաբական Միացյալ Էմիրությունների մրցանակ էին ստանում, ժամեր հետո հրապարակվեց Արցախի այսպես կոչված ռազմաքաղաքական ղեկավարության դատավեճիրները։ Մեծ մասին ցմա ազատազրկում, մյուսներին էլ այսօր էր կարծեմ Ռուբեն Վարդանյանին 20 տարի տվեցին։ Ոնց որ այնտեղ հա ես էլ կարդացի 2 հոգու 65 տարին պլյուսեր այնտեղ ցմա չտվեցին իրանց օրենքով տենց էլ ինչքան գիտեմ։ Սա խաղաղության գնացող Բաքուն է։ Չէ, Բաքուն երբեք հայի հետ խաղաղություն չի գնա։ Ոնց որ իսկական հայերի համար չի կարա լինի խաղաղություն թշնամու հետ։ Ինչի համար չի կարա լինի, որովհետև դարեր շարունակ, տարիներ շարունակ մինչև այսօր իրենց ցանկությունը մեզ վերացնելն է, այսինքն ոնց կարա, եթե մի մարդ գալիս է քեզ սպանի, դու իր հետ խաղաղության գնաս։ Պետք է քո ուժերի հնարավորության չափով դու պաշտպանվես, հարկ եղած դեպքում իրան արանքից հանես։ Չես կարա ուղղակի դու սենց այն հիմար կկվի պես Հովանես Թումանյանի ասես սա ախտամ քեզ ինչա խաղաղություն լինի։ Ամենալավ խաղաղությունը թող ով որ ուզում է գնա խաղաղության, գնան ապրեն թշնամի երկրում, իրանք խաղաղ ապրեն։ Մենք մեզ տենց խաղաղություն, պատվազրկված խաղաղություն պետք չի։ Մեզ պետք է արժանապատվություն։ Այսօր շատ պաշտոնյաներ այս ազգին տանում են արժեզրկման, արժեքների ոտնահարման, ոչնչացման, որովհետև եթե մարդը չունի արժեք, սկզբունք, ինքը արդեն դառնում է կառավարելի, ոչ մի բան։ Դե ասում են հո չեն կարող դարերով թշնամիներ լինել, պետք է մենք ի վերջո խաղաղ ապրենք տարածաշրջանում, ու հիմա հենց այդ խաղաղության ժամանակահատվածն է։ Բաքուն էլ է ուզում խաղաղություն, Երևանն էլ է ուզում։ Խաղաղությունը շատ լավ բան է, բայց խաղաղություն միակողմանի չի լինում։ Եթե ներողություն, իդեպ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրություններում խոսում էր հայ ժողովրդի անունից, ասում էր երկու ժողովուրդներն էլ խաղաղություն են ուզում եւ սրան իրենց հավանությունն են տվել։ Իսկ որտեղ է հայ ժողովուրդը տվել դրան հավանություն։ Բոլոր աշխարհի բոլոր ազգերը, բոլոր ժողովուրդները խաղաղություն ուզում են, բայց այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։ Այդ խաղաղությունը ես միշտ ասում եմ միակողմանի չի լինում։ Խաղաղությունը լինում է երկկողմանի համաձայնությամբ, երկկողմանի փոխզիջումներով, իրար հարգելով, իրար տարածքային ամբողջականությունը ճանաչելով, բայց ամբողջ հարցը նա է այսօր մենք բոլորս գիտենք, որ թշնամին նստած է մեր պատմական եւ իրավական տարածքների վրա։ Այսինքն ոնց կարա լինի Ադրբեջանը Իրան համարի առաջի հանրապետության իրավահաջորդ, մենք ամեն ինչից հրաժարվենք։ Եթե դու գնում ես այն սկզբունքով, որ առաջի հանրապետության իրավահաջորդն ես, խնդրեմ, մենք էլ գնանք այդ ճանապարհով եւ հասկանանք, տեսնենք որն է ճիշտը։ Թե չէ սովետական գծած այդ քարտեզներով, որը որ վարչական տարածքներ ա եղել, ասենք սաղ տանք ես, այդպես չի լինում։ Այսինքն չի թաքցնում թշնամին, որ ինքը մինչև Երևան ուզում ամբողջն է ուզում, ինչ-որ մի հատված չի ուզում մեր հայրենիքից։ Դե հիմա մեզ համար պարզ է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը ինչ արել է այս պահի դրությամբ, դրանից բացի, այլ խոստումներ էլ է տվել Ալիևին։ Ալիևը այդ փաստաթուղթը նախաստորագրել է, համաձայնել է նախաստորագրել, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոստումներ է տվել, որ օրինակ 2026 թվականի հունիսի 7-ին զավթելով իշխանությունը, բացի այն, որ սահմանադրություն է փոխելու, Ալիևը ասաց, չէ, որ պայմանավորվածության ենք եկել Երևանի հետ։ Հետո նորից ինչ որ անկլավներ է հանձնելու եւ այդքանը դեռևս մենք գիտենք, հետո էլ ինչ կլինի, հետո կիմանանք, եթե Նիկոլին ընտրեն։ Ժողովուրդը սա պետք է իմանա, որ օրինակ պատրաստ են նորից համայնքներ զիջել
մի շարք գյուղեր է, չէ՞, զիջվելու այդ սահմանազատում, սահմանագծում կոչված գործընթացի շրջանակներում, սահմանադրություն փոխել, որտեղից անկախության հռչակագիրը հանվում է, Արցախի մասին հիշատակում ընդհանրապես չի լինելու եւ այլն, դեռ չգիտենք այնտեղ ինչ են նախատեսել սահմանադրությամբ։ Դե բնականաբար Ալիևը պետք է ամեն ինչ անի, ինչ պոկի Հայաստանից, իրան օգուտ է։ Նիկոլ Փաշինյանը այսօր իր համար դա ոնց ասեմ հաջողություն է, բոնուս է։ Դրա համար ինքը Ալիևի համար։ Ու ես ուղղակի ուզում մեր հայ ժողովուրդը, մեր հայերեն խոսացող հասարակությունը հասկանա, որ թշնամին մեր ապրելը չի ցանկանում։ Իսկ Նիկոլը իր համար բոնուս է, դրա համար Նիկոլը ձեռա տալ, իրանք ամեն ինչ անել են, որ Նիկոլը եւ իր թիմը մնա իշխանության, որովհետեւ ոչ մի իշխանավոր, նույնիսկ նրանք վատն են եղել, Նիկոլի ասած հները, բայց իրականում նույն խունտան է, Նիկոլի ասած հները նույնիսկ այս կարգի զիջումների չեն գնացել։ Ես ուղղակի մի պարզ բան ուզում եմ հասկանամ, եթե նախկինները կոչվածները տային ասքան տարածք Արցախը տային, արդյոք հայ ժողովուրդը պետքա սենց մնար, սենց ասեր հա դե տված է իրանցներ, չէ, կհելնեին, չգիտեմ, քաղաքացիական պատերազմ կանեին, բայց այս մարդը ամեն ինչ տվեց ու ժողովուրդը լուր մնացել է։ Բայց ինչպես է հաջողվում, որ ժողովուրդը այո կա այդ զայրույթը, մենք տեսնում ենք, բայց դա գետնի վրա չի արտահայտվում։ Կարող է օրինակ ընտրություններով արտահայտվել, թե ոչ։ Ընտրություններով ճիշտ ասած մինչև այսօր ես հասկացել եմ, որ ընտրություններով իրանք նշանակած մարդիկ են անցել, իրանք օգնել են, ցանկացել են, իրանք անցել են։ Մեր հայ ժողովուրդը լիարժեք վստահություն չունի մեկ այլ ուժի հանդեպ, որ ինքը հելնի գնա հետևից։ Հայ ժողովուրդը այսօրվա դրությամբ փնտրտունքների մեջ են, երրորդ ուժ են ման գալիս, իրանք հասկանում են կան լավ ուժեր, ազգային ուժեր, ուղղակի իրանք համարում են թույլ, դրա համար հետևից չեն գնում։ Բայց չէ որ պիտի գնան հետևից, որ այդ ուժերը ուժեղանան ազգային ուժերը։ Ազգային ուժեր, ընդհանրապես ցանկացած ուժ, ինչով է չափվում իր ուժեղությունը, փողով են չէ այսօր չափում, ռեսուրսով, փողով։ Բա մեր ռեսուրսն են, մեր ուժը, մեր ժողովուրդը պետք է լինի։ Ոստի հենց դա է ուզում հիշել, օրինակ որ գնում էինք ամեն անգամ օպերա հանրահավաքների, վարորդը նա ասում էր ուր եք գնում, ասում ենք հանրահավաքի, ասում էր ում հանրահավաքն է, ասում ենք Բևերի, ասում էր հա լավն է, բայց քիչ են, շատանան ես էլ կգամ, ասում եմ բայց պիտի գաք, չէ, ամեն մեկը որ գա, հիմա ձեր ասածն է, եթե ասում են թե ուժեղ չեն, բայց ձեզանով պիտի ուժեղանա, չէ, ժողովրդով պիտի ուժեղանա։ Մենք պետք է հասկանանք, որ որոշիչ խոսքը պիտի լինի մեր խոսքը, ժողովրդի խոսքը եւ ոչ թե փողը։ Ես կուզեմ մեր հայ հասարակությունը, հայ ժողովուրդը մի պարզ բան հասկանա, որ ինքը նախ առաջերտին պետքա գնա ընտրատեղամաս, իր ընտրական պարտքը կատարի, երկրորդը 100 անգամ էլ եթե պետք լինի, չպետքա կոտրվի, պետքա մի տարվա մեջ 5 անգամ իշխանափոխություն պետք արվի, մինչև գա ազգայինը։ Պետք չի կոտրվել, ասել մի անգամ գնացի, սխալվեցի, ոչինչ, մարդիկ կարան սխալվեն, թող սկզբունքային լինեն, գնան իրենց նպատակի հետևից, մինչև լինի հայեցի, հայկական իշխանություն։ Ես զարմանում եմ, որ մարդը մի անգամ սխալվում է, ասում է դե հավատացել եմ մեզ ինչ ուժին, ինձ խաբեց, էլի գլուխը ջարդա։ Քեզ ով ասում, քեզ իրավունք ունես, որ հելնես պահանջես, այդ իշխանությունը նրա համար չի, որ իրանք նստեն գրփեն, չրփեն, իրանք պետք է ծանր աշխատանք է, պետք է ղեկավարեն, կառավարեն, մարդկանց համար բարեկեցիկ կյանք եւ ապագա ստեղծեն։ Ոչ թե իշխանությունները նստեն մարդկանց խաբելով, ֆրցնելով, իրանք անձնական գրպանները լցնեն, մարդկանց էլ չգիտեմ, խոսացողներն էլ փորձեն նեղեն։ Բայց իրավիճակը նաև, այո, ես համաձայն եմ, որ պետք է պայքարել ու մեր ժողովուրդն էլ, հա, միշտ ցույց է տվել, որ անհրաժեշտ պահին ինքը հրապարակներում լինում է։ Բայց ահա որ խստացրել են բռնապետական մեթոդները։ Բոլորս ամեն քայլափոխի հսկվում ենք։ Էլ չեմ ասում սոցիալական ցանցերում մի այլ կարգի ենք հսկվում։ Դե առօրյա կյանքում եւս ու գետնի վրա նկատի ունեմ, էլ չեմ ասում, որ այնքան են ուժեղացրել ոստիկանական ապարատը, ԱԾ-ն, այո, եւ ցանկացած գետնի վրա պայքար Նիկոլ Փաշինյանի համար ցրելը ինչ խնդիր է։ Ռոպեների հարցը դա հասկանում է այդ փորձառությունը Նիկոլը։ Փորձառությունն էլ ունի ուժն էլ ունի, այսօր օրենքն էլ ուժն էլ իր ձեռքում է։ Արտաքին աջակցությունն էլ ունի։ Միանշանակ, այդ ինքը ամեն ինչ անում է արտաքին աջակցությունից ոգևորված։ Արտաքին աշխարհը մարդիկ կան, պետություններ կան, որ իրեն աջակցում են, ինքը դրանից ոգևորված է։ Ու այդ պատժելությունից ավելի է մարդը ոգևորվում։ Հիմա այսօրվա դրությամբ մարդը ինչ պետք է անի։ Հասարակ քաղաքացու անելիքը ինչ պետք է լինի։ Հասարակ քաղաքացին իր
ձայնը պետքա որոշիչ համարի։ Չմտածի ես գնացի իմ մեկա կընտրեն չեմ ընտրի կանցնեն, չէ, ինքը պետքա տեղից վեր կենա, գնա ընտրա տեղամաս եւ հետեւողական լինի իր ձայնին։ Եթե մեկին ինչ-որ մի հատ անձնական վիրավորանք տան, կսարքեն մեծ կռիվ, բայց չէ որ դա էլ է քո իրավունքն է։ Բայց արդեն մարդկանց մոտ կա կներես Կարեն ջան տպավորություն, որ ամեն ինչ արդեն որոշված է։ Նայեք, Նիկոլը արտաքին ուժերի աջակցությունը ունի, կանգնում հայտարարում է, այս մի քանի օր առաջ էր կարծեմ, իրենց մոտ ԿՊ-ի ընտրություններ տեղ ունեցան, չէ։ Գնացել էր հայտարարում է, ասում է հունիսի 7-ից հետո հայաստանյան քաղաքական դաշտում այլևս նախկիններ չեն լինելու, չեն մասնակցելու որևէ քաղաքական process-ների, օլիգարխներ չեն լինելու, այսինքն մարդը արդեն տպավորություն է ստեղծում ժողովրդի ենթագիտակցության մեջ ներշնչում է, որ իրենք են լինելու իշխանություն։ Ուսա իշխանության չարաշահում է կոնկրետ։ Միանշանակ, ուղղակի ամբողջ հարցն է, որ եթե մենք վերցնենք Նիկոլ Փաշինյանի ասացներին հավատանք, դա ուղղակի կլինի անհեթեթություն։ Ինչի համար, որովհետև տարիներ շարունակ այդ մարդը ինչ ասել է, հակառակն արել է։ Ասենք ինքը ինչ խոսացել է դրա հակառակն արել, այսինքն դու մարդիկ բարձ ասեմ հասկանան, որ եթե ինքը մի բան ասում է, դրա հակառակն է լինելու։ Որովհետև 2018-ին էլ էր, չէ, ասում նախկիններին պատժել, չգիտեմ ինչ, բայց ինչ եղավ 2018-ից ըստ իրեն չպիտի լինեն քաղաքականության մեջ Սերժ Քոչարյան, մյուսներ, բայց շատ լավ էլ կան, այո, ակտիվ են, լավ էլ փողեր են ներդնում եւ լավ էլ ընտրությունների մասնակցում են, որովհետեւ ինքն է բերողը այդ բոլորին դաշտ, ինչի է, ու ժողովուրդը դեռևս պիտի հավատա իր խոսքին։ Նախ ընտրական շրջան է, դեռ շատ լուրջ բաներ կհայտարարի, այո։ Դե բնականաբար յուրաքանչյուր ընտրության մասնակցող քաղաքական ուժ պետքա խոստումներ տա, որ այդ խոստումների հիման վրա ինքը գա իշխանության։ Դա ինչ որ միտեղ օրինաչափ է, բայց երբ որ գործող իշխանությունը կամ նախկին կոչվածները, որը մենք իրանց կառավարումը տեսել ենք ու հասկանում ենք ուր են տարել երկիրը, ինչի են հասցրել, դրան հավատացողներին ես ուղղակի խորհուրդ կտամ եւս մեկ անգամ իրենք ուսումնասիրեն անցյալը, պատմությունը, չգիտեմ, նախկիններ կոչվածների եւ Նիկոլի կառավարումը հասկանան ինչ են արել, որտեղից են եկել, ինչ ոնց են ընդունել երկիրը մեկը մյուսից եւ ուր են հասցրել։ Իսկ ինչը վերաբերում է նրան, ես ճիշտ կհամարեմ նոր ուժերի ընտրեն, նոր ուժերի մեր քաղաքացիները, եթե նոր ուժերն էլ իրենց չարթարացնեն, թող գնան հանգստի, գան ուրիշ է, 100 անգամ էլ եմ կրկնում, պետքա բայց ընտրություններով իրավիճակ կփոխվի Հայաստանում։ Դե դա առաջի հերթին այսօրվա դրությամբ ես ոնց նայել եմ, ոնց հասկացել եմ, մեր ժողովրդի մեծ մասը չի գնում ընտրության, հիասթափված է։ Իր սրտի ղեկավարին չի տեսնում կամ չի հավատում, չի գնում ընտրության, բայց պետք չի, այսինքն կներես Կարեն ջան, մեր խնդիրը հենց այդ пассив հատվածի հետ աշխատանքն է, օրինակ այն ուժերի, երրորդ ուժերի, ասենք ազգային ուժերի խնդիրը հենց այդ հատվածի հետ, հա, աշխատանքն է, ովքեր пассив են, հիասթափված են, չեն տեսնում։ Հասկանում եմ, ես ժողովրդին իրավունք չունեմ եւ չեմ էլ ուզում մեղադրեմ, ինչի համար, որովհետեւ ժողովուրդը պետքա հույս արտանա մեջը։ Ինքը պետքա հավատա ինչ-որ մի ուժի, որ հետևից գնա։ Ուրեմն ինչ-որ միտեղ, թեկուզ եւ ազգային ուժերը ինչ-որ մի հարցում ճիշտ չեն մեկնաբանում, ճիշտ չեն կարող լուսաբանեն, ճարտար լեզու չունեն։ Չէ, այդ ազգային ուժի խոսքը պիտի ազգային ուժին պիտի տեսնեն, չէ, առաջինը։ Իսկ ինչպես են տեսնում, 4 կողմից վատ ձևով են, չէ, ներկայացնում։ Թե նախկինները, թե ներկաները։ Միանշանակ, այսօր եթե մեծամասնությունը քաղաքականության մեջ, քաղաքական դաշտում ցեխոտված են, մաքուր քաղաքական ուժերին պետքա ցեխոտեն, որ իրանց այդ կեղտոտությունը չերևա։ Դա չգիտեմ, խի մեր մոտ տենց է, բայց ճիշտ կլինի ցանկացած հայ մարդ ինքը իրան հավատա, ինքը վերլուծի ցանկացած քաղաքական ուժի անցյալը, արածը եւ ապագան։ Նախ այսօր ճիշտ է նայա, որ ոչ թե գնան անհատների հետևից, այլ քաղաքական գաղափարների հետևից, կուսակցության գաղափարների, որովհետեւ այսօրվա դրությամբ ես շատ քիչ ուժեր գիտեմ, որ ունեն 10 տարվա, 20 տարվա ազգային ծրագիր, պետական ծրագիր։ Այսօր որը գալիս է, որ քաղաքական ուժը ինքը 5 տարվա ամենաշատը 5 տարվա ծրագիր ունի, այդ 5 տարվա ծրագրի մեջ ինչ ա մտնում, ժողովրդին խափեն, իրանց գրպանը հարստացնեն։ Բայց մեզ պետք է լինի ուժ, որը որ լինի ազգային, որը որ լինի գաղափարական եւ հեռանկարային։ Այսինքն իր քաղաքական դաշտում ինքը ունենա
գոնե 20 տարվա ծրագիր։ Ոնց ես պատկերացնում, այսօր եկա դու իշխանության 20 տարի քո հերթական քայլերը ոնց է լինելու։ Ոչ թե գաս ասես ինձ ընտրեք լավ կլինի։ Բնականաբար ում էլ ընտրեմ ես չի անեմ ով է ասել վատը չէ լինելու բոլորն էլ ասում են մենք ենք փրկելու, մենք սա փրկիչներ են բոլորը։ Մեզ նախընտրական շրջանում փրկիչներ պետք չեն, մեզ պետք են աշխատողներ, սրտացավ մարդիկ, որոնք որ հոգ կտանեն երկրի պետության մասին, հայ մարդու մասին։ Իմ համար աշխարհի տարբեր երկրում գտնվող հայ Հայաստանի ղեկավարության աջակցությունը ունի, որովհետև այդ հայը, որ գնացել է հասել է մեկ այլ երկիր, կամ ինքը ցեղասպանվածի ժառանգա, կամ ինքը ինչ-ինչ պայմաններով հասել է ուրիշ երկիր։ Բնականաբար աշխատանք փնտրելու, չգիտեմ, ապրուստ փնտրելու համար է հասել այլ երկիր։ Իսկ եթե մեր երկիրը լինի հզոր աշխատատեղերով լի ամուր երկիր, բնականաբար շատ հայերի երազանքն է վերադառնան մեր Հայաստան, մեր հայրենիք։ Եվ հետո ամենակարևորն այն է, որ այս տարիների ընթացքում մեր ժողովուրդը գնացել է անհատների հետևից, հենց այսինքն հիմա ում էլ բերեն նստածնեն այս համակարգի գլխին, ասենք վարչապետ, բարձր չէ որ բան չի փոխվելու, պետք է համակարգ փոխվի, ընդհանուր, այսինքն մեր ժողովուրդը պետք է խորությամբ վերլուծելով գնա թեկուզ եւ ընտրության կամ փողոց է դուրս գալիս ինչ որ քաղաքական ուժի կողքը կանգնում է, ոչ թե անհատի կողքը կանգնի, այլ գաղափարի, թե այդ մարդը ինչ է առաջարկում, թե չէ շատ լավ կարելի է նստել, հիմա շատ լավ բոլորը չէ բլոգերներ են դարձել, էկրանի առաջ նստում են, շատ գեղեցիկ բան, sense ականջահաճո բաներ են ասում, բայց կյանքը ցույց է տվել, որ ովքեր գալիս են իշխանության, այս համակարգի պայմաններում իշխանը զավթում է, այդ մի անձն է իշխողը լինում։ Հիմա ինչպես ամեն ինչ կենտրոնացած է Նիկոլ Փաշինյանի ձեռքում։ Ոստիկանապետն էլ է ինքը, դատախազն է ինքը, երբ ուզեն եպիսկոպոսներ կբանտարկեն, երբ ուզեն ինձ ու քեզ կբանտարկեն, մի բանով, զանգով, WhatsApp-ին մի հատ SMS կգրի Նիկոլ Փաշինյանը ու հարցերը կլուծվեն։ Հիմա ինչպես եպիսկոպոսած ժողովին ընթരാճ, որը Ավստրիայում պետք է չէ տեղի ունենար, կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց։ Այսինքն տևական ժամանակի ասում է, սրանք KGB-ի գործակալ են, սա է, նա է, բայց փաստեր ներկայացրեք ու եթե պիտի անեք մի հատ գործ արեք կամ այսքան ժամանակ նոր եք իմանում, հիմա եք անում։ Հիշում եմ, որ նպատակ կա կաթողիկոսությունը ասում է Հայաստանից տեղափոխել, տանել, դուրս տանել։ Հիմա էլ դրա մեջ են մեղադրում։ Դե ինչ ասես կարան ասեն, հիմի նայեք եկեղեցականների հանդեպ հալածանքը որ սկսվել է, այո, եկեղեցականներ կան շատ առաքինի, պարկեշտ մարդիկ են։ Եկեղեցականները կան, որ լավը չեն, բայց պետք չի թշնամու հրահանգով դու ընկնես քո հայ ազգի, քո եկեղեցականների հետևից։ Դու այո, եթե հասարակ օրինակ բերեմ, եթե մեկի երեխան չարություն անում, ինքը չի հելնում, չէ, փողոցում բղավում, ասում տեսեք իմ երեխան բաժակը ջարդեց։ Ինքը գալիս է տուն, իր երեխային դաստիարակում, ասում չի կարելի։ Եթե կան եկեղեցականների մեջ վատ մարդիկ, որ վատ համբավ ունեն, դա պետքա լինի մեր պետության ներսում, դա ամոթ է նույնիսկ մեր խնդիրը բարձրաձայնել աշխարհով մեկ, սարքել, չգիտեմ, ծաղրի միջազգային մամուլի առաջին էջերում էին Նիկոլ Փաշինյանի հայոյանքները, հիշում եք։ Դա ամոթ է, ուղղակի իսկ ես հասկանում եմ, այս ամեն ինչը կատարվում միտումնավոր եւ թշնամու հրահանգով։ Սրտացավ ղեկավարը պետք է այդ ամեն ինչը ծածկի։ Ոնց ծածկի։ Բայց ինքը ներկայացնում է դա եկեղեցու նորոգում, եկեղեցուն վնասում են, ասում է։ Հայոց պետականությանն են վնասում, ասում է այս քայլերով։ Կոնկրետ միջամտում են պետության գործերին։ Չէ, Հերմինե ջան, ցանկացած մարդ, եթե մի բան անում է, այն նույնիսկ գողություն անողը արդարացնում է, չէ, իր գողությունը, ասում է սոված էի կամ չգիտեմ, պետք է արդարացնում են, դա տենց չի։ Պետք է մարդիկ ընդհանուր գնահատական տան, հասարակական կարծիք կա պետական օրենք։ Եթե դու ուզում ես եկեղեցականին հասկանաս, որ ինքը այլ ճանապարհով է գնում, քան կրոնական, պետք է հետևես հասկանաս փաստերով այդ մարդուն առաջի անգամ ասես չի կարելի ամոթած զգուշացնես ոչ թե մարդը բան չի արել վրան գործերը սարքեք ասեք դու սենց ես արել նենց ես արել այսօր աշխարհում սուրբ մարդ չկա կլինի դա եկեղեցական քաղաքական գործիչ թե չգիտեմ հասարակ բան որ սուրբ մարդ չկա բայց ամբողջ հարցն է մենք բոլորս էլ պետք է հասկանանք այդ մարդու արած հանցանքը սխալը ինչ աստիճանի է եւ դրա հիման վրա մենք առաջ շարժվենք ի վերջո բոլորս էլ գիտենք չէ որ եկեղեցում խնդիրներ կան ինչու նոր են այդ խնդիրները բայց եկեղեցի
բարենորոգել Կճոյանի հետ կամ այն մյուսների հետ, ովքեր ինչին ինքը անձամբ Նիկոլ Փաշինյանը ինչ մեղադրանքներ ասես հնչեցրել է իրենց հասցեին, բայց հիմա նրանց հետ եկեղեցի է նորոգում։ Ինչպես շատերն են ասում, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դեմա վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դա իրականությունն է։ Երկրորդը, հիմնակ այդ մոլաների մեջ այդ մոլաները տեն սուրբ են, կամ մուսուլմանների մեջ կան ընքան բացասական կողմեր, որ ասելու չի, ուղղակի իրանք ընդհանրապես կարում են այդ իրանք բացասական կողմերը ծածկեն, մնացածը չի իմանան։ Նես չի որ մոլաները սուրբ են, կամ ինչը վերաբերվում է Ալիևին կամ Էրդողանին։ Ալիևը վախկոտներից մեկն է, ինչի համար եմ ասում վախկոտներից մեկն է։ Կարճ մուսուլմանական աշխարհի ղեկավարներին նստածնում է դեմը ու հայ ազգից բողոքում է։ Այսինքն դա վախկոտի արարք չի։ Կամ Էրդողանը Պակիստանի ղեկավարին ձեռքը բռնած, չգիտեմ, իրանց համար քայլում են։ Նրանց էլ կարելի է ուրիշ ձև բնութագրել։ Բայց ինչը վերաբերում է վախկոտ Ալիևը, ուղղակի ել եմ կրկնեմ, նստածնում է մնացածին մեզանից բողոքում, այսինքն մեզանից վախում է որ բողոքում է։ Եթե չվախենա, դե քանի Նիկոլ Փաշինյանը կա դժվար վախենա։ Նիկոլ Փաշինյանը ինքը հայ ժողովրդից է վախենում։ Այո, Նիկոլ Փաշինյանը իր համար ընդհանրապես բոնուս է։ Դրա համար շահել է ու մարդը ինչքան հնարավոր է պետք է օգտագործի այս շրջանը։ Մենք պետք է նայեք ոչ թե գնանք անձերի հետևից, ճիշտ եք ասում, մենք պետք է գնանք գաղափարի հետևից ու այն գաղափարի, այն կուսակցականների հետևից, այն ուժի հետևից, որ ունի 10-20 տարվա քաղաքական ծրագիր, պետական ծրագիր։ Դե չէ, որ այսօրվա 120-ից ավել քաղաքական ուժ կա գրանցված արդարադատության նախարարությունում։ Դրանից դրանից ես պատկերացնում եմ հունիսի 7-ին ինչ է լինելու։ Հա, նախընտրական շրջանը չէ, մի 20-30 տեխնացու կլինի։ Հա, բայց ումա պետք է 20-30 տեխնացուն թո հավաքվեն, համախմբվեն այս իշխանության դեմ։ Թո հավաքվեն հիմա ես միշտ ասել եմ։ Օրինակ հիմա քանի որ քաղաքական ուժերի մեծ մասի նկատմամբ ժողովուրդը չունի վստահություն, նրանք ովքեր իրական ծրագրեր են առաջարկում ասպարեզում միտումնավոր այնպես են անում, որ չերևան, օրինակ ազգային ուժերը, բայց կարող է չէ եկեղեցին լիներ ժողովրդին համախմբողի դերում։ Ի վերջո ինչին պիտի հասնի, պիտի կաթողիկոսի ձերբակալմանը հասնի, որ այդ process-ը տեղի ունենա, բոլոր քաղաքական ուժերը մի բա այդ իրենց դրոշները տնեն վար ու ասեն, որ սա արդեն մեր ինքնության հարց է, էլի, մեր ինքնության հիմնասյուներից մեկն է եկեղեցին, մենք այս տարիների ընթացքում գոյատևել ենք հենց եկեղեցու շնորհիվ, հիմա մարդը դուրս է եկել եկեղեցու դեմ, հա, բոլորիս նկատմամբ կան ճնշումները, բայց այն որ արտաքին պատվերով, թշնամու պատվերով եկեղեցու դեմ են դուրս եկել, հակա եկեղեցական այս արշավն են հեղինակել, ու սա ներկայացնում են իբրև նորոգման ծրագիր, արդյոք ժամանակը չէր, որպեսզի ժողովրդին համախմբողը լիներ հենց եկեղեցին։ Կարծում եմ եկեղեցու շուրջ համախմբումը տեղի կունենար։ Կունենար, դե ինքն էլ այդ ամեն ինչը լավ հասկանալով, որ եկեղեցին կարա լինի միակ ուժը, որ կարա համախմբի այս իրավիճակում մեր ազգին, ինքը արդեն եկեղեցականների հետևից հանգե։ Եվ պարակտում է, հա, ներսից, այո։ Դրա համար, չգիտեմ, ներսից քանդելը միշտ էլ հեշտ է լինում։ Դեմի որ արտաքին աշխարհը ճշնամին հարցակվի մեր վրա, արտաքին աշխարհը իրավ ճնշում կգործադրի։ Բայց որ եթե ներսից ես քանդում, նա ասում է դու քո երկիրը կարեցի կառավարես։ Մեզ այնց ինչ ես ուզում, արտաքին խնդիր չկա այս պահին, դուք ձեր հարցերը կարգավորեք։ Կամ ես չեմ ուզում այլ երկրներին, այլ պետություններին մեղավոր համարեմ։ Ինչի համար։ Որովհետև մենք պետք է մեր երկիրը սիրենք։ Մենք պետք է հասկանանք, որ բոլորս մենք հայ ենք, խոսում ենք մեր լեզվով հայերեն, ու իրար չենք հասկանում։ Ամենավատը դա է։ Մի երկրում ինչ է նշանակում լինի 100-ից ավել կուսակցություն, ամեն մարդ իր կոմսայլակը քաշի։ Դե այդ քրեական գործերով, իրավապահների հետապնդումներով էլ հենց եկեղեցին պարակտում են, չէ՞։ Արդեն քանի հոգևորական նկատմամբ կա քրեական գործ։ Շատերի մյուսներն էլ տեսնում վախենում են, չէ՞։ Բոլորը չէ որ կարող են դիմանալ այդ ճնշումներին, հալածանքներին։ Չգիտեմ, այսօրվա դրությամբ իրոք շատ բարդ ժամանակներ է մեր երկրի, մեր պետության համար։ Պետք է համախմբվեն այդ քաղաքական թիմերը համախմբվեն, չասեն դու սենց, դու դա գցեն իրար միշտ էլ մեղավոր կանեն, իրար միշտ էլ ցեղ կշպրտեն իրար վրա։ Պետք է մի պարզ ճշմարտություն հասկանան, որ այս իշխանությունը տանում է երկիրը ուր, իրենք համախմբվեն, ասեն դու գնա քո տեղը, ախպեր, սա քո տեղը չի, քո անելիքը չի, քո մոտ չի ստացվում։ Հիմի 8 տարվա մեջ ինչ որ մի ձեռք բերում չի եղել։ Ասֆալտը
Մարզերում ասֆալտ են արել։ Ասֆալտի ձեռք բերում է մինչև անձրև գալն է, մինչև ձյուն գալն է։ Ձյուն գալուց հետո այդ ասֆալտը դառնում է խաղաղություն։ Մի կողմում ասում է խաղաղությունն է, ժողովուրդը պիտի ընտրի խաղաղություն կամ չխաղաղություն։ Այսինքն միայն իրենց ուժն է խաղաղություն ուզում, էլ չեն ասում պարտվողականություն, քարոզող են, արժանապատվությունները նսեմացած գնում է, չէ, Ալիևի դեմ դիմաց կանգնում, ոնց է խոնարհվում, ոնց է հաճոյանում, որ մի հատ Ալիևը դեմքին ժպտա։ Ես իրոք չեմ կարող ու մեզ էլ ուզում է այդպես դարձնել, իր նման։ Մենք չենք կարող դառնա այդպիսին, որովհետև մեր արժեքները, մեր մտածելակերպը տարբեր է։ Ինչի համար։ Նախ առաջի հերթին ինչքան էլ դու ուզենաս խաղաղություն, պետք չի գնաս թշնամուտ նվիրած գիրքը տաս, դոշիդ խնդաս։ Երկրորդը ինչքան էլ դու ուզենաս խաղաղություն, պետք չի բոբկանաս գնաս թշնամուտ մսկիթում քայլես։ Երրորդը դու ինչքան էլ ուզենաս խաղաղություն, պետք չի ազգային ժողովի թիվ 1 ամբիոնում տրաս գենդերին բերես ելույթի հնարավորություն տաս։ Չգիտեմ, ընքան բան կա ասելու, որ ասելով չի։ Այսինքն այդ արժեքների ոտնահարում է գնում։ Այսօր թշնամին ամեն ինչ անում է, որ մեզ արժե զրկի։ Ու հավատացեք, ցավոք, շատ բան իր մոտ ստացվում է։ Ուղղակի մենք պետք է հասկանանք, որ արժեքները ամեն ինչից վեր են։ Այսինքն մենք մինչև այսօր դարեր շարունակ 5-ից 7000 տարվա ազգ ենք, արժեքների հաշվին է, որ մենք գոյատևել ենք։ Հիմա քո կարծիքով այսքան արտաքին հովանավորություն ունենալով հանդերձ Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ կարող է իշխանություն կորցնել։ Նիկոլ Փաշինյանը իր տեսակով վախկոտ է, ինքը ամբողջ աշխարհն իրեն օգնի, ինքը վախը իր մեջ կա։ Ինքը որովհետև ցանկացած մարդ հասկանում է իր արածի հետևանքը, իր արածի գնահատականը։ Ինքը գիտի, որ ինչ է անում, ուր է տանում երկիրը։ Դրա համար իր մեջ վախ կա, այն հասարակ մի բան, որ իր դեմքին նայում ես, սենց աչ ու ձախ աչքերով նայում է, դա արդեն վախվորած մարդու հոգեբանություն է։ Լիքը հոգեբաններ, լիքը բժիշկներ կարան ասեն, ինքը վախկոտ է, թե չէ։ Ավելի լուրջ մասնագետներ, բայց ինքը որ արտաքին հայացքի ծերում է, ինքը վախկոտ մարդ է։ Հակառակ դեպքում մեծ Շարասյունովու մեկ էլ բաներով չէր կա, չէ, թիկնազորով ժողովրդավար Ցեզանիֆով էր ման գալիս, թե ես մտնում եմ ժողովրդի մեջ, չգիտեմ, ես չեմ ուզում նորից անդրադառնամ նրան, որ ինքը ինչ ասել է հակառակն արել։ Ես այսօրվա դրությամբ որ չեմ էլ կարող իր ելույթները լսեմ, բայց ինքը ինչ ասում է, ես մտածում եմ դա հակառակն անելու։ Ինքը երբեք իր ասածը մինչև վերջ չի արել։ 17-16 թվին ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ հայկական հարցն է, պետքա միավորվի, չգիտեմ։ Այն ժամանակ հայրենասեր Նիկոլ Փաշինյանը։ Հիմա պետականամետ գործիչ է տարել մարդը։ Ուրանալը պետականամետության հետ է ասոցացնում, թե որորվանից ինչ չէինք լսել, այս թրքահպատակներից լսեցինք այս ընթացքում։ Ուրեմն նա Երմինե ջան, ինչն է հարցը, մինչև իշխանության գալը ցանկացած ուժը հասկանում է, որ ինքը պետքա խոստումներ տա գա իշխանության, բայց ցանկացած ուժ չի գիտակցում արտաքին աշխարհի ճնշումը։ Դա տենց է բոլոր երկրների մոտ տենց է, բայց չի կարա 180 աստիճան փոխվես։ Գոնե դու գալիս ես ինչ որ խոստումներ տալով, հասկանալով, որ մանավանդ այսօր մենք ունենք հայ ազգի թշնամիներ։ Մի ազգ չի, ունենք թշնամիներ։ Ես չեմ ուզում անունները տամ, առաջին ասեմ Թուրքիա եւ մնացածը։ Բայց պետք է ամեն ինչը իհարկե Պակիստան եւ մյուսները։ Պետք է ամեն ինչը հասկանաս, որ դու գալիս ես իշխանության, այդ արտաքին ճնշումը մեծ է լինելու մեր վրա։ Դու պետք է ընքան լավը լինես, ընքան ճիշտ աշխատես, որ քեզ օգնի քո ժողովուրդը, կանգնի մեջքիդ։ Ու այսօր որ նայում ես մեր խափնված ժողովուրդը երևի ամենաշատը 18 թվին հավատաց Նիկոլ Փաշինյանին։ Ոչ մի քաղաքական ուժի, ոչ մի իշխանության այսքան շատ չէր հավատացել, չէր աջակցել։ Որովհետև իսկապես ժողովրդի սրտից բխող խոստումներ էր տալիս, դե էմոցիաները գողացավ էլի մարդկանց ազնիվ մտածելակերպը։ Բայց ցավը այն է, որ լավ այդ ժամանակ էին միամիտ այդ ժողովուրդը 8 տարի անցել այսքան բան ենք տեսել, դեռ 2 տարի առաջ եղածն են մոռանում, Արցախի լրիվ հանձնումը, չէ՞։ 2023-ին, հա, մարդկանց գաղթի ենթարկեցին մեր հայրենակիցներին ու մինչև հիմա շատերը տնից տեղից զրկված լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Չէ, Արցախը եւ մյուս մեր ել եմ կրկնում հայրենիքի հատվածը տարածքները մոռանալ պետք չի։ Ուղղակի պետք է հասկանալ, որ այս պահին թույլ ենք։
մենք փորձենք ուժեղանանք, մեր իրավունքները սկսենք պաշտպանել։ Չէ՞ որ այսօր մարդիկ կան, ասում են, որ մեր իրավունքները որն է, ու մենք ինչ ճանապարհներով կարող ենք գնալ առաջ, որ մեր երկիրը հզորանա, մեծանա, մենք ծով ունենանք, մենք չգիտեմ, պատկերացնում եք, ասենք Նիկոլ Փաշինյանը ոչ թե լիներ Հայաստանի վարչապետը, այլ լիներ Չինաստանի, Ամերիկայի կամ Ռուսաստանի վարչապետը։ Էլի ինքը պետք է ասել տարածքները մեզ պետք չի, 6 ամիսը ձունա, 6-ը, չգիտեմ, արևա։ Ասենք չի կարելի էլի այտենց անտարբեր լինել սեփական անձի, սեփական երկրի, սեփական ժողովրդի հանդեպ։ Ամփոփենք արդեն, Կարեն ջան, լավ կլիներ իհարկե, եթե մինչև ընտրություններ քաղաքական զարգացումները այնպես դասավորվեին, որ հայ ժողովրդի համախմբում տեղի ունենար եւ այս թրքահպատակներին մենք ուղղակի դուրս շպրտեինք իշխանությունից եւ կանգնեցնեինք ժողովրդի դատաստանի առաջ։ Դա չգիտեմ ինչ փոփոխություններ պետք է լինի, ինչ կայծ պետք է լինի, որ հայ ժողովուրդը համախմբվի, բայց եթե անգամ դա չլինի ու գնանք վատագույն սցենարով ընտրություններ ու վատագույն տարբերակը, որ սրանք կարող են վերարտադրվեն խախտումներով իհարկե, որովհետև այլ ճանապարհով դժվար սրանց ժողովուրդը կնանտրի, ինչ ես կարծում, արդյոք երկարատև կկարողանան պաշտոնավարել, այսինքն 5 տարի է, չէ՞, թե ժողովրդի համբերության բաժակը կլծվի ու չի հանդուրժի։ Ես կուզեմ մեր քաղաքական ուժերը, մեր քաղաքական ղեկավարները, ընդդիմադիր կոչվածները, արտախորհրդարանական ուժերը համախմբվեն, մի բառով ասեմ, համախմբում լինի այս իշխանության դեմ։ Ժողովուրդը երբ որ տեսնի քաղաքական ղեկավարները իրենց անձնական տարաձայնությունները դնում են մի կողմ եւ համախմբվում են, իրենք էլ լավ կհասկանան, որ իրենք էլ պետքա միավորվեն։ Իմ կարծիքով սրանց վերարտադրվելուց հետո վատագույն տարբերակը ոչ թե ժողովուրդը կհանի սրանց, այլ իրենց տերերը հենց կհանեն իրենց։ Որովհետև ժողովուրդը արդեն չգիտեմ մի ձևի հույսը հավատը կորցրել է, բայց չեմ ուզի որ հույսը հավատը կորցնեն։ Ժողովուրդը պետք է ընդհանրապես հելնի, պայքարի իր իրավունքների միանշանակ, որ յուրաքանչյուր ոք ինքը ուժ է։ Դա պիտի ընդունել ու առաջնորդվել։ Թող գնան ընտրա տեղամաս, թող ընտրեն իրենց ուզած մարդուն, բայց տեղից գնան։ Պետք չի նստել տունը ու քննադատել, թե մեկը ով եկավ սենցան հենցա։ Այդ քննադատելը ուրիշին մեղավոր հանելը հեշտ է, բայց պետք է դու պատասխանատվություն կրես։ Քաղաքական ակտիվությունը պատասխանատվություն։ Միանշանակ։ Հուսանք, որ այդպես կլինի ու մենք չենք թողնի ամեն ինչ այս թրքահպատակների կմահաճույքին, որովհետև հակառակ դեպքում հաջորդ ընտրություններից հետո շատ վատ է, չէ՞ լինելու։ Նոր կորուստներ։ Դե բնականաբար, եթե իրենք մնացին, լավ բան ես չեմ տեսնում, որովհետև 8 տարիների կառավարման փորձը ցույց է տալիս, որ լավ բան չենք տեսնի։ Եվ վերջում կուզեմ դիմեմ աշխարհում ապրող այն հայերին, ովքեր որ բիզնեսմեններ են, ովքեր որ այլ երկրներում զբաղեցնում են տարբեր պաշտոններ, ովքեր որ ակտիվ եւ ամուր անձնավորություններ են, անտարբեր չմնան մեր երկրի հանդեպ։ Իրենք, չգիտեմ, օտար երկրում պաշտոն զբաղեցնող մեր հայրենակիցները, աշխարհի տարբեր պետություններում գտնվող մեր բիզնեսմենները, ակտիվ տղաները թող համախմբվեն, իրար հետ կապ հաստատեն, չգիտեմ, իրենք մեծ ուժ են, իրենք ինչ որ մի բան անեն մեր երկրի համար, որովհետև իրենք կարան էլի մեծ բան անեն։ Իրենց մասով վերցնեն պատասխանատվություն։ Միանշանակ, ես էլ եմ ասում, թող տարբեր երկրում գտնվող բիզնեսմեններ կլինեն, ուրիշ երկրում աշխատող պաշտոնյաներ կլինեն, ակտիվ տղաներ կլինեն, թող համախմբվեն, իրենք էլ մտածեն մեր բոլորիս տունն է Հայաստանը, իրենք օրերից մի օր վերադառնալու են, ուստի ինչ որ բան պիտի անեն հանուն Հայաստանի։ Շնորհակալ եմ Կարեն ջան այս զրույցի համար։ Շնորհակալություն նաև ձեզ սիրելի հայրենակիցներ, մեր եթերը դիտելու համար։ Չմոռանաք, որ կարևոր է լայքելը, գրել մեկնաբանություններ եւ այս եթերը տարածել ձեր սոցցանցերի էջերում։ Այսքանը, հաջողություն, առողջ եղեք։